Հարգելի ուժեղ Հայաստան խմբակցություն, Էդգար Ղազարյանի առաջարկած նախագիծը քննարկել եք ձեր խմբակցությունում։ Չեք քննարկել, ինչի համար, որտեվ դա Էդգար Ղազարյանն է ներկայացնում։ Չգիտեմ, ինձ թվում է կարելի է եւ քննարկել նույնիսկ եթե դա ներկայացնում է Էդգար Ղազարյանը, բայց ինչեւ է անցած ելույթն եմ ուզում հիշատակել պարոն Ղազարյան, դե գիտեք ինքը գալիս է այստեղից դիմում է միայն ձեզ եւ Հայաստան խմբակցությանը ու ելույթի ընթացքում ասեց դատվելու եք, ձեզ պետք է գալու Արամ Վարդևանյանի ծառայություններ, մեզ չի դիմում ինքը, ակնհայտորեն մեր հետ չի խոսում, ելույթի սկզբում ասեց, մեր ոչ մեր անունն է տալի, ոչ մեզ է դիմում խոսելուց։ Գալիս է ասում է հարգելի ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքի անդամ падգամավորներ։ Դուք դատվելու եք եւ Արամ Վարդևանյանը ձեզ պետք է գալու։ Ուզում եմ ասել, պարոն Ղազարյանը ամենայն հավանականությամբ մեծ շանսեր ունի մարգարեանալու։ Տենց հատկություն իր մեջ նկատվում է առհասարակ։ Իհարկե, այնուամենայնիվ պարոն Ղազարյան, ես հասկանում եմ իր շոկը որտեղից է գալի, ինքը պարբերաբար տենց մեր նկարների, մեր տեսանյութերի հետ շատ մեծ բան ունի, փորձ ունի մեր նկարների, տեսանյութերի հետ տենց շփման երկար փորձ ունի, այսօր եկել է իր կուրքերին ու իր իդոլներին որպես այդպեսին մոտիկից է տեսնում, հասկանում եմ հուզմունքը, բայց այնուամենայնիվ կոչ եմ անում, երբ որ ազգային ժողովի ամբիոնից եք խոսում, նախ առաջինը, եկեք ներողություն խնդրեք հայ զինծառայողների մահը կամենալու համար։ Հարգելի ուժեղ Հայաստան խմբակցություն, այս խոսակցությունը չի փակվելու։ Ձեր շարքերում նստած է մարդ, ով որ կամեցել է ուղիղ տեքստով ասել է հայ զինծառայողների մահը։ Դա չի փակվում, դա չի անցնում գնում, դա չի վերանում։ Ինչքան դուք այս թեման չնկատելու տակ, դրանից այս թեման չի վերանալու, քանի դեռ այստեղ խմբակցության անունից ներողություն չեք խնդրել։ Շնորհակալություն։